Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, առհեռուստաընկերության եթերում Երկրապահ կամավորականների միության մեր հաղթանակը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Հայաստանի Հանրապետության անկախության օրը նշեցին նաև Երկրապահ կամավորականների միության տարածքային բաժանմունքներում։ Դեռ ուշադրությանն ենք ներկայացնում տոնական միջոցառումների շարքը։ Անկախությունը, ինչպես սիրում է կրկնել Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, բացարձակ արժեք է։ Եվ այդ կարգախոսով առաջնորդվելով էլ Երկրապահի բոլոր տարածքային բաժանմունքներում շարունակվում են Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումները։ Էջմիածինը, որի քաղաքապետը Երկրապահ կամավորականների միության տարածքային բաժանմունքի նախագահ Կարեն Գրիգորյանն է, միշտ նման դեպքերում առաջամարտիկ է։ Էջմիածնի քաղաքապետարանի հարակից պուրակում բացօթյա տոնական համերգ էր կազմակերպված, նվիրված Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին։ Տոնական համերգին Էջմիածնի Վաղարշապատ երգի պարի թատրոնը, Զանգակ երգի ստուդիան, Արտիմեդ շոու պարային համույթն ու Էջմիածնի շնորհալի սաները իրենց շուրջն էին հավաքել քաղաքի մեծ ու փոքր բնակիչներին, և Էջմիածինը թնդում էր ազգային երգ ու պարով։ Արդեն 25 տարեկան է, իսկ պետությունը ստեղծվել է ազգի լավագույն զավակների արյան, մեր ժողովրդի մաքարումների գնով։ Անկախությունը բացարձակ արժեք է, որ պարտավոր ենք փայփայել ու պաշտպանել։ Հպարտ եմ, որ հանուն անկախության պայքարի բնույթով հայրենական ազատագրական պատերազմին էական մասնակցություն են ունեցել էջմիածնեցիները։ Ուստի եւ էջմիածնեցին հրաշալի գիտի անկախության կարեւորությունը։ Մաղթանքս է, որ մեր պետությունը հզորանա, վստահաբար քայլի աշխարհի առաջադեմ երկրների շարքում։ Մեր ժողովրդին ու մասնավորապես էջմիածնի բնակչությանը մաղթում եմ բարեկեցություն, ստեղծագործ աշխատանք եւ ցանկանում եմ, որ յուրաքանչյուրս զգանք մեր պարտավորությունը պետության, երկրի, ազգի հանդեպ։ Յուրաքանչյուրս մեզանից կախված հնարավոր առավելագույնն անենք սերունդների լավ երկրի հզոր զարգացած առաջադիմող երկիր ժառանգելու համար։ Հարգանքներով Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյան։ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված համերգային ծրագիրն ավարտվեց ճոխ հրավառությամբ։ Անկախության տարեդարձի առթիվ տոնական միջոցառում էին կազմակերպել Մալաթիա Սեբաստիա համայնքի Վահան Թեքեյանի անվան թիվ 92 դպրոցի սաները։ Ես իմանուշ Հայաստանի արևահամ վարն եմ սիրում, մեր հին սասի ողբանվակ լացակումած լարն եմ սիրում, արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վարման, նայիրյան աղջիկների հեզաճկում պարն եմ սիրում։ Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին Երկրապահ կամավորականների միության վարչության, տարածքային բաժանմունքի անդամներ, ինչպես նաև Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ։
Այս խորհրդանշական պաստառում մենք կարողացել ենք ընդգրկել մեր հայ հերոսներից, մեր բազում հայ հերոսներից միայն մի քանիսին, բայց բոլորն են մեր սրտերում։ Պարտական ենք նրանց, մեր ազատ, անկախ հայրենիքի համար։ Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։ Մինչ միջոցառման սկսվելը 1 րոպե լռությամբ հարգեցին Արցախյան գոյամարտի անմահ հերոսների հիշատակը։ Դպրոցի սաները ներկաներին հուզեցին ասմունքով, երգ ու պարով։ Երկրապահ կամավորականների միության քաջորդիները 1993 թվականին միության նախագահությունը ստանձնելով Վազգեն Սարգսյանը ուխտեցին, որ պիտի նվիրվեն հայրենիքի պաշտպանության վեհ գործին։ Հայրենասիրության եւ հերոսության վերջին վկայություններից են 2016 թվականի ապրիլի 1-ի դեպքերը, երբ երիտասարդ տղաները հերոսանալով զոհվեցին, միանալով մեր հին հերոսներին, այնտեղ, հավերժական մեր ազգի, հայրենիքի զորանոց եռաբլուրում, մյուսներին կյանք պարգևելու գաղափարի համար։ Շնորհավոր տոնդ, Հայաստան, թող անկախությունդ միշտ քայլի խաղաղության հետ ձեռք-ձեռքի տված ու քողի վրա ծնված ամեն նոր զավակ դառնա քո սրտի նոր զարկը, քո ևս մի քայլը դեպի կայունություն, դեպի զարգացում, դեպի նորանոր ու բազում հաղթանակներ։ Տոնդ շնորհավոր, հայրենիք, տոնդ շնորհավոր, ազատ, անկախ Հայաստան, տոնդ շնորհավոր, սիրելի հայրենակից, տոնդ շնորհավոր, Հայաստան։ Միջոցառման մասնակիցներին անկախության տոնի առթիվ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահի անունից ողջունեց Երկրապահ կամավորականների միության վարչության անդամ Նունե Մանուկյանը։ Կատարվեց պարգևների հանձնման հանդիսավոր արարողություն։ Ինչպես ցանկացած տոնական միջոցառման ժամանակ, այնպես էլ անկախության տոնի առթիվ ակտիվ էր Էրեբունու տարածքային բաժանմունքը։ Դարձյալ առաջամարտիկի դերում էր տարածքային բաժանմունքի փողային նվագախումբը։ Երկրապահ կամավորականների միության վարչության անդամները ծաղկադրեցին հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշակոթողը։ Այսօր իհարկե 25-ամյակի կապակցությամբ անկախությամբ մենք որոշեցինք, որ մեր փոքրիկ միջոցառմամբ, որի շարունակությունը շուտով կլինի, մեր հարգանքը մատուցենք եւ մեր զոհված տղաներին, եւ մեր հարգանքը մատուցենք 15 թվականի անմեղ սրբացած զոհերի հիշատակին։ Էրեբունու տարածքային բաժանմունքում հիշեցին եւ խոնարհվեցին ապրիլյան պատերազմում զոհված Էրեբունի համայնքի բնակիչներին եւ պատվո անկյունն ավելացավ նրանց լուսանկարներով։
աշխարհ զարմացած մեզ են նայում, հայերը խենթ են, շպտալով, դհոլ զուռնայով գնում են պատերազմ, գնում են հերիք չի, իրենց մինուջար զավակին էլ հետն են տանում։ Հոսպիտալում պարկած վիրավոր զինվորը վատ է զգում, որ խրավատի մեջ չէ։ Երևանում բնակվող տարեց կինը վատ է զգում, որ իրեն չեն թողնում սահման գնալ։ Փարիզից, Իսպանիայից, աշխարհի 1000 երկրներից տոմս են գնում, ամենաշուտ թռչող ինքնաթիռի ու վազում են, աշխարհը ապշած մեզ է նայում։ Այսօր Տերևունի տարածքային բաժանմունքում օդն հարուստ կլինի, ապրիլյան քարորյա պատերազմում անմահացած կապիտան Արմեն Ղուլֆանյանով, երկրապահ Սարգիս Խալաֆյանով և շարքային զինծառայող Գրիգոր Հարությունյանով։ Հիշում ենք ձեզ, խոնարհվում ենք։ Որից անմիջապես հետո Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 դպրոցում սկսվեց տոնական միջոցառումը, նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին։ Մինչ տոնական միջոցառումը դրոշակակիր պատանիները եռասերուն երկրապահների ուղեկցությամբ ծաղկադրեցին Արմեն Հովհաննիսյանի և Արցախյան գոյամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարը։ Երգ ու պարով էրեբունցիները նշեցին անկախության տոնը, բոլորին վարակելով տոնական տրամադրությամբ, ազգային ոգին բարձր պահելով։ Երկրապահ կամավորականների միության նախագահ Արցախի հերոս գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի անունից շնորհավորում եմ ծավալուն այսպիսի հայրենասիրական միջոցառումներ անցկացնելու կապակցությամբ։ Բնականաբար բոլորիս համար թանկ է անկախությունը, մեր նախնիները պայքարել են անկախությանը, իսկ մենք ձեզ հետ միասին ծանր օրերում, երբ մի կողմում Արցախի ազատագրություններ, Արցախի գոյամարտներ, պատերազմը մեր սահմաններում, հայ ժողովուրդը միասին միակամ կարողացանք ասել այո եւ պահել այդ ահոն 25 տարի։ Այսօր ունենք հզոր բանակ, փառք հայ ժողովրդին, փառք հայոց բանակին։ Մենք մեր ուսերին դրված պարտքը կատարել ենք ու դեռ կատարում ենք։ Վկան ապրիլյան պատերազմը, սիրելի զինվորներ, ձեր կողքին մեծերն են, հույս ունեմ, որ դուք, ոչ թե հույս ունեմ, ականատես է եղանք ապրիլյան քարորյայի, դուք ձեր խիզախությամբ, ձեր ուժով, մտքով, հայրենասիրությամբ ապացուցեցիք, որ դուք իսկապես մեր հաջորդն եք, մեր երկրի ապագան եք, մեր երկրի այն հայրերն եք ապագա, որոնք էլի այդպիսի հզոր ձեր նման արծիվ տղերք են ծնելու, որոնք կանգնելու են ակունքներում հայրենիքի, մենք արդեն ծերացած կնայենք ձեզ ու կասենք ապրեք սերունդ, ապրեք, որ կարողացաք պահել։ Շնորհակալ եմ մեր այս միասնության, եռամիտ միասնության եւ մեր այս եռասերունդ երկրապահի համար։ Շենգավիթի տարածքային բաժանմունքի սաները ևս յուրովի նշեցին անկախության օրը։ Տոնական այսօրը Շենգավիթի տարածքային բաժանմունքի պատանի եւ երիտասարդ սաները արտակարգ իրավիճակների նախարարության հետ գործակցությամբ ցուցադրական հատուկ տակտիկական վարժություններով հանդես եկան։ Մարզադպրոցի անձնակազմը եւ մարզիկներն անմիջապես բացառվում են շենքի նկուղային հարկում։ Մարզադպրոցի հասարակական կարգի ինչպես նաեւ ապահովման կողմնողոցումը բազմավորների դեպի շենքի նկուղային հարկ, ինչպես նաեւ իրականացնում է հասարակական կարգի պահպանում։
շենքի նկուղային հարկում մարզիչները ստուգում են մարզիկների թվաքանակը եւ այդ մասին զեկուցում քաղաքացիական պաշտպանության շտաբի պետին, որն էլ իր հետքի զեկուցում է ուսումնավարության ղեկավարին։ Դեպքի վայր են ժամանում ՀՀԱ-ին ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության շրջանի բաժնի թիվ 2-րդ ՀՓՃ-ի հրշեջ ավտոմեքենան Պատանի երջապահ ակումբի տաներից ձևավորված մարտական հաշվարկով եւ իրականացնում են առաջին ժամանազատի ժապավեններով դեպքի վայրի հարակից տարածքի շրջափակում, երկրորդ բացազատում եւ դեպքի վայրի հետապնդություն գնահատելով իրավիճակը, դեպքի վայրում Պատանի երջապահ ակումբի հասարակական կարգի պաշտպանման կազմավորում իրականացնում են մասնաշենքի հարակից ճանապարհների երթևեկության սահմանափակում։ Պարոն կապիտան, երկրապահ կամավորների հետ իրականացված փրկարարական աշխատանքները ավարտվեցին, օգտագործեցին երկու դեպօղրակ, ընդհանուր գործողությունների ժամանակ փրկվեցին 11 մարդ, 3 վիրավոր, օգտագործվեց 1 սանդուղ։ Զեկուցող Ավագ Ղարիբյան։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն ձեր պարապած անձնակազմին, միշտ իմացեք, որ մենք իշքան շատ բան իմանանք արտակարգ իրավիճակներում գործելու մեր կանոններից, այնքան ապահով կլինենք եւ մենք եւ մեր շրջապատի մարդիկ։ Միշտ այդ ձեր ունակությունները ավելացրեք, իմացեք, սովորեք, Աստվածչան իրականում օգտագործեք, թող միշտ լինի վարժանքների տեսքով, վարժանքներում օգտագործեք։ Ապրեք, շնորհակալություն ձեզ։ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, Արցախի հերոս Զորավար Մանվել Գրիգորյանի անունից հայտնում եմ շնորհակալություն ուսումնավարժությունները փայլուն ձևով կատարելու համար։ Այստեղ նույնպես տեղի ունեցան ծաղկադրման եւ պարգևատրման արարողություններ։ Երկրապահ կամավորականների միության Սևանի տարածքային բաժանմունքը կազմակերպել էր միջոցառում նվիրված անկախության 25-ամյակին։ Զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ միջոցառման ժամանակ Երկրապահ կամավորականների միության Սևանի տարածքային բաժանմունքի ղեկավար ազատամարտիկ Սամվել Գևորգյանը ապրիլյան պատերազմի մասնակից ազատամարտիկներին, երկրապահներին պարգևներ ու մեդալներ հանձնեց։ Տոնական միջոցառումը ավարտվեց գուսանական ու ազգագրական երգ-երաժշտությամբ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արցախյան ուխտագնացության վերջին կանգառները՝ Լաչին, Ստեփանակերտ և Շուշի։ Առիթ ունեցել ենք պատմելու, որ այս տարի ևս երկրապահական ամենամյա ուխտագնացությունն Արցախ աշխարհում հաջողությամբ իրականացվեց։ Արդեն պատմել ենք Հադրութի, Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, այլ տարածքների միջոցառումների մասին։ Այսօրվա եթերաժամին կխոսենք Արցախյան ուխտագնացության վերջին կանգառների մասին։ Արցախյան ավանդական ուխտագնացության սրբատեղիներից մեկն էլ Լաչինն է, Քաշաթաղը։ Արցախյան ազատամարտի ելքի համար վճռորոշ նշանակություն է ունեցել Լաչինի միջանցքի ազատագրումը, որը իրավամբ կոչվեց կյանքի ճանապարհ, անմիջական կապ երաշխավորելով Արցախի և Մայր Հայաստանի միջև։
Հենց կյանքի ճանապարհի միջնահատվածում էլ վեր է խոյանում Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված խաչքարը, փառքի հուշահամալիրը։ Հենց այստեղ էլ ուխտագնացները հանդես եկան տոնական համերգով, ազգային երգ ու պարով։ Ինչպես Արցախի մնացած շրջանների բնակիչների, այնպես էլ քաշաթաղցիների համար եւս նախատեսված էին նվերներ, որոնք Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Արցախի հերոս Զորավար Մանվել Գրիգորյանի անունից հասցվեցին շահառուներին։ Դպրոցական պայուսակներն ու գրենական պիտույքները Զորավար Մանվել Գրիգորյանի կարգադրությամբ նրանց հանձնեցին եռասերունդ երկրապահները։ Պատերազմի թոհ ու բոհով անցած երկրապահները սրբազան պարտք են համարում ամեն տարի օգոստոսյան օրերին լինել Արցախում, հանդիպել կարոտով իրենց սպասող բնակիչներին, հանձնել նվերներն ու երգ ու պարով ուրախություն պարգևելը։ Դեպի Արցախ աշխարհ երկրապահական ուխտագնացությունը բնականաբար չշրջանցեց Ստեփանակերտն ու Շուշին։ Արցախյան ազատամարտի տարիներին ամեն օր ռմբակոծության ենթարկվող Ստեփանակերտ քաղաքի վերքերից շնորհիվ Արցախի ժողովրդի հավատի ու շինարար ոգու շատ քիչ բան է մնացել։ Ստեփանակերտը օրստորե գեղեցկանում է։ Ստեփանակերտը հավատ եւ վստահություն ներշնչող քաղաք է։ Ուխտագնացներին Ստեփանակերտում էլ մեծ ոգևորությամբ էին սպասում։ Եվ ահա ուխտավորներն ու տեղի բնակիչները միասին ծաղիկ են խոնարհում Ստեփանակերտի հուշահամալիրի մոտ։ «2015 թվականի ուխտագնացության շրջանակում այստեղ եւս հուշահամալիրի տարածքում կանգնեցվել է նաեւ Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակը՝ ի հիշատակ հայոց ցեղասպանության 100-ամյակի։ Խաչքարի կողքին են դրոշակակիր պատանիները։ Ուխտագնացության եռասերուն մասնակիցները Շուշիում ծաղկադրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանը։ Շուշիի քաղաքապետարանի դիմացի հրապարակում արժանավայել նստած է հայ ժողովրդի մեծ զավակ, ազգային հերոս, Երկրապահ կամավորականների միության հավերժ նախագահ սպարապետ Վազգեն Սարգսյանը, իսկ նրա ոգին սավառնում է հավերժ հայկական Բերդաքաղաքում, որտեղից սփռվում է Արցախ ու Հայաստան աշխարհի վրա, եւ մշտապես իրեն հատուկ շեշտադրությամբ կրկնում. ամենակատարյալ ստեղծագործությունը ազատագրված հողն է։ Մտածեք այս հողի մասին, մտածեք այս երկրի մասին։ Շուշին հայ ժողովրդի երազանքներ, Շուշին հայ ժողովրդի հավաքական մտածողության մեջ նշտած էր որպես անարիք պետ, որը երբեք հստակ չի լինի եւ այլն։ Եվ կամավորականության ամենամեծ հաղթանակը, գագաթնակետը
այդ շարժման իհարկե Շուշիի Լաչինի գրավումն էր։ Դա փայլուն հաղթանակ էր կառավարության։ Զորավար Մանվել Գրիգորյանը մշտապես կարևորում է երկրապահի եւ հոգեվոր դասի համագործակցությունը, եկեղեցու դերն ու նշանակությունը հայ ազգի կյանքում։ Եվ ահա ուխտավորները աղոթեցին մարտնկերների, Հայաստանի, Արցախի ժողովուրդների խաղաղության, նահատակ հայորդիների հոգու հանգստության համար։ Շուշիի մարզադաշտում անցկացվեց տոնական համերգային ծրագիր։ Էջմիածնի մշակույթի պալատի երգի պարի խմբերի, վաղարշաբաթ համույթի եւ պաշտպանության նախարարության զորական համույթի սաների մասնակցությամբ։ Այս տարի երկրապահական ուխտագնացության մայր միջոցառումը ևս Արցախի սիրտ Շուշիում անցկացվեց, եւ հենց միջոցառման ժամանակ էլ զորավարը ամփոփիչ հարցազրույցով գնահատական տվեց կատարվածին։ Երկրապահ Արցախն է, ժողովուրդը երկիր պահող բառն է, սա իմաստն է, սա այն մարդիկ են, որոնք կամավոր դուրս են գալի, երկրապահ հասկացությունը Հայաստանի Հանրապետությունը որպես կամավորականներ դա օրենքով էլ ընդունվեց, որ հայ կամավորականները ճանաչում ստացան, իսկ մենք եկել ենք մեր հայրենի հողը, մեր ժողովրդին, որտեղ անկախություն ենք ձեռք բերել, որտեղ պաշտպանել ենք, եւ դա կարևոր ունենալը չի, այլ դրա պահպանելը եւ դրա շարունակելն է, եւ մեր դա պարկն է, սուրբ պարկը, ոնց ենք, մենք հավերժական ժողովուրդ ենք, ու մենք պարտավոր ենք։ Մենք ես օրինակ դե յուրե անձամբ ես 89 թվականին որ եկել ենք Արցախ եւ մի կերպ էինք գալի, դոկումենտով եկել ձևակերպել մեր դրվի զորակում։ Այնտեղից պատգամավորել եմ Արցախին ընտրվել, առաջ հետո Արտուր Մկրտչյանի 100 օր հետո որ ինքը զոհվել է, եւ դրանից հետո ես եմ ընտրվել դրվի զորակից։ Ես համարում ամենա սովորական Արցախի քաղաքացի բնակիչ, հայ բնակիչ, որը որ պարկ ու պարտականությունն է ժողովրդի, երկրի, հողի, տարածքի մար, որտեղ Արցախը դա մեր հայրենիքն է, մենք ենք, հայ ժողովուրդն է, եւ մենք գալիս ենք մեր պարտականությունը կատարելու, պարտքը կատարելու թե ժողովրդի առաջ, թե մեր նահատակված տղերքի, թե մեր սրբադասված բոլոր պատմությունների եւ հանդիպումներ ունենալ զինվորների հետ, զորամասերի հետ, ժողովրդի հետ, մանավանդ սահմանամերձ գոտում ապրող ժողովրդի հետ, բայց մեր համար տարբերություն չկա, Ստեփանակերտի կենտրոնում տենդեղ, որտեղ սաղ ստեղի ժողովուրդը մեկ են, վտանգը բոլորի հիմար է, առաջնագիծն էլ է վտանգավոր, Ստեփանակերտն էլ է վտանգավոր, որտեղ Արցախն այսօր Ադրբեջանի համար կրակային կետ է, որը որ ու մի անգամ չէ, հազարներ անգամ կարող է 100,000-ներ փորձի միշտ կրակի եւ ուզենա վնասներ տալ ու տալիս է։ Իսկ մենք էլ եկել ենք էլի եւս անգամ որ աշխարհին ցույց տալ, համել մեր հարազատներին, մեր բարեկամներին, ստե նստած տղաների արդեն մեծամասնությունը ձուլված են Արցախի ժողովրդի հետ։ Ես անձամբ իմ աղբոր երկու տղերքը մայրը Արցախցի է, իմ այն մարտականի երևույթ 71 են, գիտես քանի օք են ամուսնացել ստեղ, ընդեղից էլ ենք աղջիկ տվեց ստեղ, հիմի մենք զուլված ժողովուրդ ենք, բայց ճիշտ է, քանի որ աշխարհի մասշտաբով անկախություն չեն ճանաչել, բայց մենք ինքներս ճանաչել ենք, մենք ազատագրել ենք, մենք ազատ երկիրն է եւ գալիս ենք ու մեր պարկը կատարում թե սահմանում կանգնած զինվորի, թե ժողովրդի համել ոչ թե միայն գալիս ենք լիսկավորելու, այլ դաժե մենք լիսկավորվելու, որ ունենք սուրբ հող, ունենք ամուր սահման եւ ունենք կայուն կանգնած ժողովուրդ, աշխատասեր ժողովուրդ։ Մենք ուր էլ գնում ենք, դաժե այսքան որ շրջանը գնում եմ, ինչքան էլ ծաղկեդրումներ, միջոցառումներ, հանդիպումներ ժողովրդի հետ, վերջում նստում ենք իր այդ մի կտոր հաց ենք կիսեմ, լավ բաներ ենք հիշում
անպայման հիշատակում ենք մեր այն նահատակված տղաներին, ովքեր ֆիզիկապես չկան, երկրից են պահապան մեզ, մեր անկախությանը, մեր պետությանը։ Դրանով մենք մեր պարտքը, պարտականությունը կատարում ենք։ Եվս անգամ ուզում եմ ասեմ, որ կարևորը ունենալը չի, եթե մենք բոլորս չշարունակենք եւ այդ մեր ձեռք բերածը չպահպանենք, որս ինչով կարա։ Ես չեմ կարող մարդկա շատ բաներ անի, բայց մեր այդ բարոյական եւ ամեն ինչով։ Ես այսօր Թալիշի գյուղապետին ու Մարտակերտի ղեկավարին ասել եմ, եթե հետ չգնացին Թալիշեցիք, ստիպված պիտի մենք կանգ մնանք։ Որտեղ մի սանձին ոչ մեկին հող մենք չունենք տալու, այն էլ Թալիշի պես գյուղը։ Գյուղը պիտի ապրեն ժողովուրդը, սաղ աշխարհներ մի մնա, սաղ մեր հողն է, մեր ջուրն է, պիտի ապրեն։ Թալիշեցի ասելով բոլորս էլ Թալիշեցինք։ Այն իջաբրը մենք ենք այդ հալավրել, սրա համար մենք հետիրենք, որ մեր երկիրն է, մեր սաղս այս երկրի բնակիչենք սաղսել պարտավոր ենք այս երկրի համար մի բան անելու։ Հեշտ չէ պիտի կանցնեն որպես շարքային մարդ ապրեն, մի օր քնեն, մի բան շենացնեն, մի բան անեն, որ այս երկիրը հողը ապրման նրանով, երբ որ մարդ քրտնում է, աշխատում է, տեղա երեխա է ծնում, ստեղ հաց են ստեղծում, իսկ եթե սաղս թողան գնանք ստեղ, լրիվ էլ թուրքի կռիվը ինչ է, այնա մենք ինքներս մեզ ոչնչացնում ենք։ Սրա համար ժողովուրդ համուր կանգնած է, պիտի կանգնի, Թալիշն էլ նորից պիտի վերականգնվի, Թալիշում էլ պիտի ժողովուրդն ապրեն, ես 100% խոստանում եմ, Թալիշեցի քուրելն են 94 թվին Թալիշը ազատագրելուց ես այն վաղ ստեղի հրամանատարությանը խնդրեցին, որ Թալիշի ինչքան բնակիչ մոտ 89 հոգի Ղարաբաղով մեկ Թալիշեցի կային տարբեր ջոկատների, զորամասերի, ստորաբաժաններ։ Հրաման տվեցին, բոլորը հավաքեցին 5-րդ բրիգադի մեջ։ Այն ուղղությունը, որտեղ Մարտակերտ մենք ունենք, Թալիշն ազատել ենք, Թալիշի անմիջական գրողը Թալիշի տղերքն են եկել։ Ընդեղից Թալիշեցիք զինվորներ եկել են, պահել են, մեանից համ կռվում են թուրքերին, համ էլ ջուղերով ապրում են։ Թալիշն էլ մենք թուրքերից հետ ենք վերցի առած մի հատ ռուսկու հատիկի վնասելու։ Անես վերցին չհասցրեցին, դաժե իրանքից վերշերն էլ տանեն։ Ես հիմա էլ եմ գտնում, որ մենք Թալիշը նորից մոտակա ժամանակներս կբնակեցվի եւ նորից մենք կանցնենք 100%-անոց մեր խաղաղ կյանքին եւ մեր երկիրը շենացնելու։ Եվ եթերաժամի ավարտին ավանդույթի համաձայն պատանի երկրապահ կամավորականները ներկայացնում են փառք նահատակած շարքը։ Ժամանակը ծնում է իր հերոսներին։ Հիշենք այն հայրենիներին, ովքեր հերոսի մահով ընկան մարտի դաշտում։ Փառք ու պատիվ ձեզ, անմահ մարտիկներ։ Հիշենք բոլորին անուն առանուն։ Երևան քաղաքից Կարեն Նիկոլայի Պողոսյանը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության ազատագրման համար մղվող մարտերին։ Զոհվել է 1992 թվականին Լաչինի շրջանում, ռազմական առաջադրանք կատարելիս։ Կարեն Պողոսյանը պարգևատրվել է Արիություն մեդալով։ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից Սեմյոն Վլադիմիր Իսրայելյանը մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների պաշտպանության ազատագրման համար մղվող մարտական գործողություններին։ Զոհվել է 1994 թվականին Մարտակերտի շրջանում, ռազմական առաջադրանք կատարելիս։ Սեմյոն Իսրայելյանը պարգևատրվել է Արիություն մեդալով։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վերնիշեն գյուղից Գերիկոր Ռազմիկի Դալաքյանը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության ազատագրման համար մղվող մարտերին։ Զոհվել է 1991 թվականին Շահումյանի շրջանում, մարտական առաջադրանք կատարելիս։ Գերիկոր Դալաքյանը պարգևատրվել է Արիություն մեդալով։ Երևան քաղաքից Անդրանիկ Գառնիկի Տերծակյանը մասնակցել է Թալիշի, Աղդամի, Կանգդարա եւ այլ տարածքների սահմանների ազատագրման համար մղվող մարտերին։ Զոհվել է 1994 թվականին Մարտակերտի շրջանում ռազմական առաջադրանք կատարելիս։ Անդրանիկ Տերծակյանը պարգևատրվել է Արիություն մեդալով։ Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղից Սերիոժա Հայկազի Մարկարյանը մասնակցել է Վարդենիսի, Խարվաճարի, Օմարի, Լեռնանսկի, Բերձորի, ինչպես նաև Բաղլուտ, Չայքենդ գյուղերի սահմանների պաշտպանության ազատագրման համար մղվող մարտերին։ Զոհվել է 1993 թվականին Չայքենդ գյուղում ընթացող մարտերի ժամանակ։ Սերիոժա Մարկարյանը պարգևատրվել է Արիություն մեդալով։ Երևան քաղաքից Արսեն Նորիկի Գևորգյանը մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների պաշտպանության համար մղվող մարտերին։
Զոհվել է 1994 թվականին Մարտակերտի շրջանում մարտական առաջադրանք կատարելիս։ Արսեն Գևորգյանը պարգևատրվել է Արիություն մեդալով։ Երևան քաղաքից Հրաչյա Ռազմիկի Էլարյանը մասնակցել է Օմարի Լեռնանցքի, Մարտունու, Մարտակերտի եւ այլ տարածքների ազգային ազատագրական պայքարին։ Զոհվել է 1994 թվականին Սեյսուլան գյուղի մարզական տարածքներում իր առջև դրված մարտական առաջադրանքը կատարելիս։ Հրաչյա Էլարյանը պարգևատրվել է Արիություն մեդալով։ Երևան քաղաքից Կարեն Կարլենի Հարությունյանը մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղվող ազատագրական պայքարին։ Զոհվել է 1994 թվականին Աղդամի մերձակա տարածքում իր առջև դրված մարտական առաջադրանք կատարելիս։ Կարեն Հարությունյանը պարգևատրվել է Արիություն մեդալով։ Արմավիրի մարզի Մրկաշատ գյուղից Աշոտ Ազատի Թովմասյանը մասնակցել է Երասխի, Վայքի, Կորնիձորի, Վարդենիսի, Նոյեմբերյանի սահմանների պաշտպանության համար մղվող մարտերին։ Զոհվել է 1990 թվականին Վարդենիսի շրջանում ռազմական առաջադրանք կատարելիս։ Աշոտ Թովմասյանը պարգևատրվել է Արիություն մեդալով։ Նրանք մարտնչել են հանուն հայրենիքի, հավերժ փառք նահատակներին։ Մեր հաղթանակահաղորդաշարին կարող եք հետևել ամեն կիրակի ժամը 16:30-ին, ինչպես նաև ամեն երկուշաբթի ժամը 15:45-ին եւ 1:20-ին։ Հաղորդաշարի թողարկումները տեղադրվում են նաև ykm.am կայքում տեսանյութեր բաժնում։ Ցտեսություն եւ ամենայն բարիք ձեզ հարգելի հեռուստադիտողներ։